Անցած անգամ ձևակերպեցինք մոնոտոն հաջորդականության վերաբերյալ թեորեմը, մի հատ էլ հիշեցնենք ձևակերպումը ու ապացուցենք։ Թեորեմը հետևյալն էր։ Եթե աճող հաջորդականությունը սահմանափակ է վերևից, ապա այն զուգամետ է հակառակ դեպքում ու համանման թեորեմ էլ ունեինք նվազող հաջորդականությունների համար, հա, եթե նվազողը ներքևից սահմանափակ է, ապա զուգամետ է, եթե ոչ, ապա ձգտում է մինուս անվերջության, հա։ Բարի, հիմա իհարկե դրանցից մեկն ու մեկը ապացուցել է հերիք, հա, մյուսը ինչպես կարող ենք նախորդից ստանալ Ինչպես? Մինուս x-ը որ նայեք, արդեն ասենք նվազողը կդառնա աճող, ներքևից սահմանափակը կդառնա վերևից սահմանափակ, ու զուգամետը արդեն կփոխանցվի մինուս x-ին, որտեղից եւ x-ը կստանանք, որ զուգամետ է։ Շատ բարի։ Հիմա ասենք, եկեք դիտարկենք այն դեպքը, երբ որ լիցուկ x-ը աճող է, հա, և վերևից սահմանափակ։ Ինչ է նշանակում վերևից սահմանափակ, որ գոյություն ունի եմ, հա, որ բոլոր տարերը փոքր հավասար են, հա, x-ը փոքր հավասար եմ, Բոլոր էնդերի համար էնդից։ Լավ, հիմա այս մեր հաջորդականությունը աճող գիտենք, որ սահմանափակ է։ Ինչ է կարծում, իր սահմանը ինչը կլինի։ Εμείς փոքր ինչ-որ թիվ, այդ թիվը կարող ենք ավելի կոնկրետացնել, ինչը կարա լինի x-ի հետ ոնց պիտի փոխկապակցված լինի։ Նախ մի կողմից x-ի բոլոր անդամներից այդ թիվը ինչ կլինի։ Մեծ կամ հավասար կլինի, հա։ Մյուս կողմից շատ մեծ կարա լինի։ Սուպրեմումից։ Սեն իրականում ցույց ենք տալու, որ հենց սուպրեմումն է, հա։ Հեմ կարար սուպրեմումը լիներ, ու այդ ժամանակ ոնց որ հենց ամն էլ լիներ սահմանը, բայց այստեղ զուտ վերհիշեցինք մի հատ ձեռի հետ սահմանափակ հաջորդականության սահմանումը, վերևից սահմանափակ, իսկ հիմա արդեն սուպրեմումի հետ ենք գործում ունենալու։ Ցույց տանք, որ x-ը ձգտում է սուպրեմում x-ն ու եկեք դա էլ նշանակենք այով, հա։ Ունենք, որ իհարկե սուպրեմումը, քանի որ հաջորդականությունը վերևից սահմանափակ է, սուպրեմումը կլինի վերջավոր թե անվերջ։ Վերջավոր, հա։ Այս դեպքում անվերջավոր է, հա։ Լավ, ինչ ենք անում, մի կողմից
Մից էլի սուպերումի սահմանումից ինչ ունենք, որ մեր հաջորդականության բոլոր անդամները պետք է սուպերումից փոքր կամ հավասար լինեն, մի կողմից համաձայն ճշգրիտ վերին եզրի սահմանման x-ը փոքր հավասար a բոլոր n-երի համար n-ից, չէ՞։ Էլ ինչ գիտեինք, սուպրեմումը ոնց որ ինչ-որ թիվը կհանդիսանար հաջորդականության սուպրեմում, այն եւ միայն այն դեպքում, երբ որ բոլորը փոքր հավասար էին է դրանից, եւ նաեւ երկրորդ պայմանը ինչ էր։ Մյուս կողմից կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի n0 բնական թիվ, այնպես որ ինչը ինչից մեծ է։ Այս մեր հաջորդականության բոլոր անդամները a-ից փոքր կամ հավասար են, չէ՞։ Հիմա a-ն վերին եզր է, ճիշտ է, ու վերին եզրերից ինքը ամենափոքրն է։ Այսինքն եթե իրան մի քիչ էլ փոքրացնենք, էլ ինքը չի լինի վերին եզր, չէ՞։ Այսինքն հիմա եթե դիտարկենք a մինուս էպսիլոնը, էլ վերին եզր չի լինելու, այսինքն a մինուս էպսիլոնից ավելի մեծ տար պտի լինի, այդ տարի համարն էլ թող n0 լինի, այսինքն ինչն է մեծ լինելու, x-n0 մեծ է լինելու a մինուս էպսիլոնից, շատ լավ, հիմա մի հատ էլ, եթե ինչ-որ մի անդամ a մինուս էպսիլոնից մեծ է, ունենք, որ հաջորդականությունը, ինչպիսի հաջորդականություն ունենք, աճող, հա, որ աճող հաջորդականությունը այդ պատճառով x-n0-ին հաջորդող բոլոր անդամները լինելու են ինչպես ավելի մեծ, քան x-n0-ն, ինչը իր հերթին արդեն մեծ է a մինուս էպսիլոնից, հա։ Սրանունը երկուս տնենք, հաշվի առնելով, որ x-ն աճող է, ստանանք, որ x-ը մեծ հավասար x-n0, n-ը մեծ հավասար n0 դեպքում, հետևաբար, երկուսից կստանանք, որ լավ, հետևաբար մեկից և երկուսից ինչ կստանանք։ Հետևաբար երկից և երկուսից որ կամայական n-ի համար մեծ կանսան n0, ունենք, որ ինչ։ x-n-ը մի կողմից փոքրը a-ից, ճիշտ է, կամ փոքրը հավասար a-ից, մեծ կամ հավասար է x-n0, էդ էլ իր հերթին մեծեր a մինուս էպսիլոն։ Այսպիսով, կամայական էպսիլոնի համար գտանք մի հատ համար, այնպես որ հենց այդ համարից ավելի մեծ ինդեքսներն ենք նայում, ինչ է լինում, x-ը լինում է a մինուս էպսիլոնի և a-ի միջև, մասնավորապես a մինուս էպսիլոնի և a պլյուս էպսիլոնի միջև, x-ը պատկանում է a մինուս էպսիլոն փակ, որը ընկած է
a մինուս էպսիլոն a պլյուս էպսիլոն, իհարկե այս վերջինը նշանակում է, որ մոդուլ x-ն հանած an փոքր է էպսիլոն։ Հետևաբար սահման x-ը նայա, ասին նույն մեր սուպրեմումն է, հա, ստացվում։ Իհարկե այն պարագայում, երբ որ մեր հաջորդականությունը աճող է։ Նվազողի դեպքում ինչ ակնկալեիք որպես ինֆիմը։ Շատ լավ, այս ամեն ինչը այն դեպքում արեցինք, երբ որ վերևից սահմանափակ էր, հա։ Հիմա դիտարկենք այն բոլոր n-երի համար չի, որ մեծ է։ Մենք մի հատիկը գտանք, հա, որը որ մի հատիկ հաջորդականության անդամ գտանք, որը ամինուս էպսիլոնից մեծ էր, հետո ասենք դրան բոլոր հաջորդող անդամները եւս պիտի մեծ լինեն, որտեվ x-ը աճող հաջորդականություն։ Չէ, հակառակը։ Գտանք այս մեր x-n0-ներ։ Լավ, եկեք մի հատ նորմալ գծագիր անենք։ Այս աներ, այս a մինուս էպսիլոններ, x1, x2 և այլն, այս էլ մի հատ x-n0 գտանք, որը a մինուս էպսիլոնից մեծ է։ Հետո ասենք, քանի որ հաջորդականությունը աճող է, մնացած բոլոր անդամները x-n0-ին հաջորդող։ Էլի x-n0-ից պիտի մեծ լինեն, ուստի մեծ կլինեն a մինուս էպսիլոնից։ Այսինքն կլինեն այս a-ի էպսիլոն շրջակայքում։ Ինչի չէին կարող x-n0 բավարարվեինք, որովհետև սահմանման ժամանակ դու ուզում ես, որ ինչ-որ մի հատ ինդեքս գտնես, որից սկսած արդեն x-ները բոլորը a-ի էպսիլոն շրջակայքում լինեն։ Դու ուզում ես, որ a-ի էպսիլոն շրջակայքից դուրս լինեն ինչքան թվով անդամներ։ Վերջավոր թվով անդամներ, ոչ թե անվերջ թվով անդամներ լինեն, հա։ Դե մի հատիկը շատ քիչ է։ Քեզ պետք է, որ միտեղից սկսած բոլորը այդ շրջակայքում ընկած լինեն։ Շատ լավ, հիմա եկեք դիտարկենք այն դեպքը, երբ որ այժմ դիտարկենք այն դեպքը, երբ x-ը վերևից սահմանափակ չէ, հա։ Այդ դեպքում ինչ կարող ենք ասել։ X-ը կլինի պլյուս անվերջ։ Okay. Ուզում ենք հիմա հասկանանք, որ մեր հաջորդականությունը ևս պլյուս անվերջի կձգտի, ինչպես դա անենք։ Էդի այն ինչ որ ուզում ենք ստանանք։ Ոնց որ այդ գիծը փորձենք շարունակել, հա։ Այսինքն կամ դրան նախորդել։ Դրան ինչա պետք։ Լավ, որ հիմա վերևից սահմանափակ չի, որ սուպրեմումը պլյուս անվերջ է, այդ ինչ է նշանակում, որ կամայական m իրական թվի համար, գոյություն ունի մի հատիկ համար,
Այնպես որ x-ն 0-ն մեր հաջորդականության ինչ-որ մի անդամը պետք է մեծ լինի m-ից, անկախ m-ը ինչքան ուզում է մեծ լինի, հա? x1, x2, այսպես m-ը ինչքան էլ մեծ լինի, միևնույնն է իրանից ավելի մեծ անդամ գտնելու ենք։ Շատ լավ, հիմա ինչ ենք ասելու։ Եթե այս մի անդամը m-ից մեծ է, հետո այդ n0-ից սկսած հաջորդ անդամները էլի մեծ են լինելու։ Քանի որ x-ը ինչպիսին է, հաջող է, ուրեմն x-ը մեծ կանսար է x-0, երբ n-ը մեծ կանսար է n0։ Ոստի ստացանք, որ կամայական m-ի համար գոյությունի մի հատ համար այնպես որ հենց n-ը մեծ կամ հավասար է n0, x-ը մեծ լինելով x-ն 0-ից նաև մեծ կլինի m-ից։ Եթե ուզում եք փակագծերում գրեք x-ը մեծ կամ հավասար է x-ն 0, մեծ է m, հա։ Այսինքն տեսանք, որ ինչ-որ համարից սկսած բոլորը m-ից մեծ են, իսկ այս ինչ էր նշանակում։ Այսի հենց մեր անվերջի ձգտելն էր։ Սրանով ստացանք, որ մեր հաջորդականության սահմանը անվերջ է, պլյուս անվերջն է։ Պլյուս անվերջը ոնց ենք սահմանում, որ պլյուս անվերջի շրջակայքում չէ լինեին հաջորդականության բոլոր անդամները, բացի գուցե վերջավոր թվով անդամներից։ Այսինքն հիմա այս պլյուս անվերջի շրջակայքը ո՞րն է։ m-ից պլյուս անվերջը, x-ն է m-ից պլյուս անվերջը, կամայական m-ի համար կարող եք ինչ-որ վերջավոր թվով անդամներ դեննետեք, դա միջև n0-ն է, որ դրանից սկսած արդեն բոլորը լինեն m-ից պլյուս անվերջում, այսինքն պլյուս անվերջի ձեր ուզած շրջակայքում։ Հետևաբար սահման x-ն էլ տվեց պլյուս անվերջ։ Ստա մի հատ փոքր սահմանում տանք, կասենք, որ x-ը ի վերջո հաջող է կամ ի վերջո նվազող է, եթե հաջող է կամ նվազող է, սած ինչ-որ համարից, հա։ Ու մի հատ էլ դիտողություն ավելացնենք։ Մոնտոն հաջորդականության վերաբերյալ նախորդող թեորեմները
վերաբերյալ թեորեմները, հա։ Ճշմարիտ են նաև ի վերջո մոնոտոն հաջորդականությունների համար։ Ինչ է ճշմարիտ ի վերջո մոնոտոնների համար, որովհետև առաջին հաջորդականության մի քանի անդամը եթե դեննետեք, այդ իր սահմանի վրա կազդի, թե չէ, չի ազդի։ Բայց արդեն այդ մի քանի անդամը որ դեննետեք, հաջորդականությունը կդառնա աճող կամ նվազող, համապատասխանաբար, ու արդեն կարող եք այդ նախորդ թեորեմները կիրառել։ Կամ նույնն է թե այն ապացույցի մեջ ոչ թե սուպրեմումը վերցնեիք բոլոր անդամների, այլ սուպրեմումը վերցնեիք սկսած այն համարից, որ գիտեք, որ ինքը աճում է, հա։ Շատ լավ, եկեք մի հատ հետևյալ օրինակը դիտարկենք։ Ցույց տանք, որ սահման n-ը բաժանած in-ը հավասար է 0, եթե այդ an 1-ից մեծ թիվ է։ Այսինքն այդ էքսպոնենցիալ հաջորդականությունները ավելի արագ են անվերջի ձգտում, քան օրինակ n-ը։ Ինչպես ցույց տանք, որ սա ձգտում է 0-ի։ Օպիտալը դեռ չգիտենք։ Էլ չասած, որ հաջորդականությունների համար լոպիտալի անունը շտոլց է։ Լավ, քանի որ որտեղ ենք։ Փորձենք այս մոնոտոն հաջորդականության թեորեմից օգտվենք, այսինքն փորձենք ցույց տալ, որ այս հաջորդականությունը մոնոտոն է, ու դրա հետ մեկտեղ էլ արդեն կախված աճող կլինի թե նվազող, աճողի դեպքում ցույց կտանք, որ ինչպիսին է։ Վերևից է սահմանափակ, նվազողի դեպքում ներքևից է սահմանափակ, որ ունենանք սահման, հետո էլ մի կերպ այդ սահմանը կգտնենք, հա։ Հələ ոնց որ սահմանի գոյությունը ինքնին այնց նորմալ հարց է։ Բարի։ Ինչ եք կարծում, այս հաջորդականությունը աճող կլինի, թե նվազող։ Նվազող, բարի։ Համի դեպքում նշանակենք x-նով այս մեր հաջորդականությունը, դիտարկենք, հաջորդականությունների եթե մոնոտոնություն եք ուզում պարզեք, սովորաբար կամ x-n պլյուս 1 հանած x-ը համեմատում եք 0-ի հետ, կամ x-n պլյուս 1 բաժանած x-ը համեմատում եք 1-ի հետ։ Այստեղ որը կուզենաք նայեք տարբերություն թե հարաբերություն։ Հարաբերություն, հա, որտեղ այստեղ լիքը արտադրյալներ կան։ x-n պլյուս 1 բաժանած x-ը եկեք տեսնենք ով է։ x-n պլյուս 1-ը դա n պլյուս 1 բաժանած i n պլյուս 1-ն է։ Հիմա x-n-ի էլ բաժանելը նույնն է թե սրա շրջվածով բազմապատկելը։ Այսինքն i-n բաժանած n։ Այստեղ եթե i-n աշճանը կրճատենք, կմնա n պլյուս 1 բաժանած անգամ n։ Ու սա ուզում ենք համեմատենք 1-ի հետ, դեմ, եթե համեմատենք 1-ի հետ, ինչ ենք ունենալու, n պլյուս 1-ը պետք է համեմատենք an-ի հետ, an վերհիշենք, որ 1-ից մեծ թիվ է, այսինքն այստեղ
այս մի n-ի գործակիցը ավելի մեծ է, քան ձախ կողմ գրված n-ի գործակիցը, այդ պատճառով n-երը որ կողմ կուզենաք հավաքեք ձախ թե աջ։ Աջ, հա, որտեղ որ դրական ստացվի գործակիցը, այսին մեկը պետք է համատեք n հանած n, այսին a-1 անգամ n-ի հետ, ու ստեղից ինչ ենք տեսնում, որ եթե n-ը մեծ լինի, մեկը բաժանած a-1-ը համատեք n-ի հետ, ճիշտ է։ Այսինքն, եթե n-ը մեծ է մեկը բաժանած a-1-ից, ապա xn պլյուս 1 բաժանած xn-ը փոքր լինելու է, ոնց որ այս մեծի նշանը գնալու է մինչև վերև, բարձրանա, ունենալու ենք, որ փոքր է 1-ից։ Հետևաբար xn-ը ինչպիսին է։ Նվազող է, բայց սկսած ինչ-որ համարից։ Այսինքն դրան ի վերջո նվազող է, հա։ Ի վերջո նվազող է։ Հիմա եթե ի վերջո նվազող է, մեզ պետք է մի հատ էլ հասկանալ, որ ինքը վերևից թե ներքևից է սահմանափակ։ Ներքևից։ Ներքևից ինչով է սահմանափակ։ 0-ով ակնհայտորեն սահմանափակ է, հա։ Մյուս կողմից x-ը մեծ է 0-ով։ Ուստի օգտագործելով Մոնոտոն հաջորդականության թեորեմը, հա։ Մոնոտոն հաջորդականության վերաբերյալ թեորեմը։ Կստանանք, որ գոյություն ունի սահման xn, օրնել եկեք ինչ-որ c-ով նշանակենք, իհարկե այս c-ն իրական թիվ է լինելու, հա, ինքը զուգամետ է, c-ն ունի վերջավոր սահման։ Հիմա հարցը այն է, որ ինչպես պարզենք այդ c-ի արժեքը, ինչ եք կարծում, xn պլյուս 1-ը ինչի է ձգտելու։ C-ի, չէ՞։ Հետևաբար, ինչ որ ցանկանում ենք, էդ էլ ասում ենք, չէ՞։ Հետևաբար, սահման xn պլյուս 1-ը էլի c-ը լինելու։ Մյուս կողմից սահման xn պլյուս 1 ասվածը, այդ ինչն է։ xn պլյուս 1-ը այդի կանային գրենք xn անգամ xn պլյուս 1 բաժանած xn։ Սահման xn առանձին գրենք, xn պլյուս 1 բաժանած xn-ն էլ, քիչ առաջ այդ հարաբերությունը հաշվեց, տեսել էինք, որ n պլյուս 1 բաժանած անգամ n-ն է։ Այն աստղանիշը համեմատության համար է։ Այս արտադրյալն եք ասում։ Հա, այս xn պլյուս 1-ը պետք է բաժանեինք xn-ի վրա, բաժանել ինչ-որ կոտորակի, նույնն է թե բազմապատկել այդ շրջված կոտորակով։ Հա, ու սահման n պլյուս 1 բաժանած an, դա xn-ի սահմանը գիտենք, որ c-ն է, իսկ n պլյուս 1 բաժանած an-ի սահմանն էլ ոնց հաշվենք։
Ըս n-ի վրա n-ը ընդհանուր հանենք, ծով գնաց, չէ՞։ Սել սաման n անգամ 1 + 1/3, սել a անգամ n։ N-ը կկրճատվի 1 + 1/3-ը կձգտի 1/3-ը կձգտի 0-ի, 1 + 1/3-ը կձգտի 1-ի, ընդեղ կունենանք c անգամ 1/3։ Այսինքն ստացանք, որ այս c-ն, որը x-n + 1-ի սահմանն է, c/3-ին է հավասար։ Հետևաբար c-ն հավասար է c/3։ Դե ստեղից ինչ ենք ստանում։ Մենակ 0-ի դեպքը կարող լինի, որտեղ կարող ենք տանել այս ոնց որ գրել c անգամ 1 - 1/3, եթե ծաղկոնք տանենք ամեն ինչը, հավասար է 0։ Ան եթե մեծա 1-ից, ուրեմն 1/3-ը 1-ից փոքր է ու 1-ից հանած 1/3-ը կլինի դրական թիվ, մասնավորապես կարևորն է, որ ինքը չլինի 0։ Եթե էսի 0 չի ու n մյուս թվի հետ բազմ պատկացա 0 է, ուրեմն n մյուս թիվը ուզած պիտի լինի 0։ Այսինքն ստացանք, որ x-n-ի սահմանը 0-ն է, ինչպես եւ նպատակադրվում էինք։ Ստեղից հարցեր։ Եթե x-n-ը ձգտում է c-ի, արդյոք կարելի չկա ապացուցելու, որ x-n + k-ն է ձգտում c-ի, ոնց որ մեկի մեծը։ Անտիր, այդ մի հատ համոզվենք դրա մեջ։ Ոնց որ ցույց տանք, որ եթե y-ը ձգտում է a-ի, ապա y-n plus ինչ որ k 0-ն, հա, եւս կձգտի a-ի։ Այդ էինք ասում։ Այսի էլի այն նույն բանն է, որ համոզվենք, որ մի քանի անդամ դեն նետելով հաջորդականության սահմանը չենք փոխի։ Բարի։ Ну, ասենք թող k 0-ն լինի բնական թիվ, իհարկե այստեղ ամեն ինչը նաև ամբողջ թվերի համար էլ կարող ենք նայենք, հանած թե գումարած ոչ մի տարբերություն չկա։ Ինչ ենք ասում։ Ունենք, որ կամայական էպսիլոնի համար մի հատ համար կա, չէ՞։ Այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ y-n մինուս a-ն փոքր է էպսիլոնից, ճիշտ է։ Հիմա որպեսզի մոդուլ y-n մինուս a-ն փոքր լինի էպսիլոնից, հերիք է, որ իր ինդեքսը n0-ից մեծ լինի։ Հիմա կուզենայինք ունենալ, որ y-n plus k0 հանած a-ն է փոքր էպսիլոնից։ Դրա համար հերիք կլներ, որ n plus k0-ն մեծ լիներ n0-ից, բայց եթե n-ը մեծ լինի n0-ից, n plus k0-ն մեծ ու մեծ կլինի, չէ՞։ Նկատենք, որ ֆիքսած էպսիլոնի համար, հա։ Եթե n-ը մեծ կանցար n0, ապա n plus k0-ն մեծ կամ հավասար է n-ից, չէ՞, որն էլ մեծ կամ հավասար է n0։ Ուստի հենց այս մեր ցանկալի անհավասարությունը տեղի ունի, որ այս համարի մեր հաջորդականության անդամը a-ի էպսիլոն շրջակայքում է։ Այդտեղից ստանում ենք, որ y-n plus k0-ն ձգտում է a-ին։
Ոնց որ եթե կազանոն լիներ բացասական, այդ ժամանակ ոչ թե ուզենալու էինք, որ n-ը մեծ կամ հավասար լիներ n0-ից, n0 մինուս այո, այդ k0-ից, այսինքն որը ավելի մեծ թիվ։ Հա, հա։ Պարզումը հետևյալը, որ լոգարիթմենը կամ լոգարիթմա հիմքով n-ը, կապ չունի ինչ հիմքով է, n-ի ալֆայի հարաբերելիս սահմանը ստացվում է 0, իհարկե երբ ալֆան դրական թիվ է, այսինքն դրական ալֆայի դեպքում n-ի ալֆան ձգտում է անվերջության, լոգարիթմա հիմքով n-ը էլի անվերջության ձգտում, այսինքն անվերջ բաժանած անվերջ տիպի անվերջություն ունենք, այդ սահմանը 0 է։ Այսինքն լոգարիթմերը ավելի դանդաղ են աճում, քան n-ի ալֆաները։ Իր հերթին n-ի աստիճանները ավելի դանդաղ են, քան c-ի աստիճանները, էքսպոնենցիալները։ Այստեղ մենք պահանջենք, որ c-ն ինչպիսին լինի, որպեսզի c-ի աստիճանը, որ ձգտի անվերջի, c-ն պիտի լինի 1-ից մեծ, հա։ Երրորդը, որ c-ի աստիճանը իր հերթին ավելի դանդաղ է, քան ֆակտորիալը։ Որտե սահման n աստիճանի արմատ n-ը 1 է, եւ նաեւ ցույց կտանք, որ 5-րդը 1+1/9 n աստիճանը այդ հաջորդականությունը է, ունի սահման, ունի վերջավոր սահման, եւ այն կնշանակենք եւ այսինքն yen դա սահմանն է 1+1/9 n աստիճան։ Բարի, իրականում քիչ առաջ ինչ ապացուցեցինք, որ n-ը բաժանած i-ի աստիճանը կամ c-ի աստիճանը ձգտում է 0-ի։ Այդ համանման ձևով կարելի է ցույց տալ, որ n-ի կան բաժանած c-ի n-ն էլ էլի ձգտում է 0-ի։ Նախորդ դասին մենք տեսել ենք, որ օրինակ 5-ի n աստիճան բաժանած n ֆակտորիալը ձգտում է 0-ի ու այդ նույն մեթոդներով կարելի է ցույց տալ, որ c-ի n բաժանած n ֆակտորիալը եւս ձգտում է 0-ի։ Ստեղ մի բառ ասենք n աստիճանի արմատ n-ի մասին, ասենք հիմա եթե 4-ը ուզենանք նախորդներից օգտվելով ստանանք, ինչպես դա անենք, n աստիճանի արմատ n-ը կարող են գրել որպես n-ի 1/9 աստիճան։ Հա, պարզապես այդտեղ ոնց որ անվերջի 0 աստիճան տիպի անորոշություն ունենք։ Դի շոյ փոփոխություն անենք, էլի։ Այստեղ ոնց որ խնդիրներն է, որ մեր հիմքը ձգտում է անվերջության։ Եթե հիմքը հաստատուն լիներ, ասենք չգիտեմ, 10 լիներ, 10-ի 0 աստիճան ունենայք, կարող եք պնդել, որ այդ ձգտում է 1-ի։ Իհարկե այդտեղ էլի դետալներ կա, որ պիտի տեսնենք ինչի է այդ, եթե ցուցիչը ձգտում 0-ի, ապա 10-ի հետ ցուցիչը կձգտի 10-ի 0-ին,
բայց եկեք հետի համարենք թե տենց է։ Չէ, ես ոնց որ հələ նախ մեկի է ձգտելու, երկրորդը չգիտենք ինչի է մեկի ձգտում հələ որ։ Այս n-ը ինչպես ձևափոխենք, որ մեր մոտ ոչ թե անվերջի ձգտող հիմք ունենանք, այլ հիմքը լինի ինչ-որ հաստատուն։ Օրինակ են օգտագործի, ոնց ես օգտագործում։ Բայց J-ի բնական լոգարիթմն բաժանոցն են։ լավ, ոնց որ տենց հիմա կարողացած են շեղվեք։ Լավ, ասենք եթե երկուսը օգտագործեիք, ինչ էիք գրելու։ Երկուսի ինչ աշճանն է n տալի։ Լոգարիթմը երկու հիմքով են։ Ճիշտ է։ Այսինքն ունենում եք սահման երկուսի այս ցուցիչներն էլ իրար հետ պարզապես բազմապատկվելու են։ Տվյալ դեպքում կունենանք լոգարիթմ, ասենք երկու հիմքով n-ը բաժանած n-ի։ Դրա սահմանը գիտենք որ 0 է։ Դրա սահմանն էլ համաձայն 1-ի 0 է։ Իհարկե մեկը դեռ չենք ապացուցել, գուցե չապացուցենք էլ, բայց ասենց էլ կունենանք երկուսի 0 աշճան, հա, այս համաձայն 1-ի։ Ու կստանանք, որ սահմանը 1 է։ Արի։ Հիմա ոնց որ կանցնենք 1 + 1/9 n աշճանի այդ ցույց կտանք, որ աճող է ու եթե աճող է, որպեսզի զուգամետ լինի, նաև ցույց կտանք, որ սահմանափակ է վերևից, հա։ Բարի։ Հիմա այդ մենք դիտարկենք x-ը հավասար է այդ 1 + 1/9 n-ը։ Հիմա մի հատ վերևից սահմանափակությունը ցույց կտանք։ Նախ 1 + 1/9 n աշճանը Նյուտոնի բինոմով կարող ենք բացել, հա։ Համաձայն Նյուտոնի Անդամի բանաձևի, հա։ Ինչ ենք ունենալ, մեր մոտ x-ը սենց գումար, կան 0-ից n, կարան գրենք ինչպես c-ից կայական, եկեք գրենք 1/9-ի կա աշճան, 1-ի n- կա, հա, ոնց որ թարս գրենք, եկեք հիմա բացահայտ բոլոր, մի քանի անդամ բացահայտ գրենք։ Մի հատ կունենանք c-ից 0-ական, անգամ պարզապես 1, չէ, որտեվ 1/9-ի 0 աշճանը հետի 1-ն է։ Այս 1-ի n-կանն էլ կարող ենք պարզապես բաց թողել։ Հետո c-ից 1-ական 1/9, 1/9-ի 1 աշճան պետք է գրենք 1-ը։ Հետո հաջորդը որն է լինելու 1/9-ի քառակուսի։ Լավ, այդպես մինչև c-n անգամ 1/9-ի n աստիճան։ Շատ լավ։ C-ից 0-ականը մի հատ հիշացնենք ինչներ։ Առհասարակ մի հատ c-ից կայականը այդ ինչներ, n ֆակտորիալ բաժանած k ֆակտորիալ, n-k ֆակտորիալ։ Իհարկե այստեղ կարող ենք այս n ֆակտորիալի ու n-k ֆակտորիալի մեջ կրճատել n-k ֆակտորիալը, այսինքն n ֆակտորիալի բոլոր արտադրիչները, որոնք փոքր կամ հավասար են n-k-ից, ստեղ կկրճատվեն ու կմնան n-k-ից մեծ արտադրիչները, այսինքն կմնա n-
ոնց որ կմնա n-ը, n-1-ը, միջև n-k պլյուս 1-ը, հա, n-k-ին հաջորդող անդամը, բաժանած k-ի ֆակտորիալ։ Հիմա այս տեսքը կսկսենք օգտագործել c-նից զրոյականի, c-նից մեկականի ու մնացածի համար։ Ну, c-նից զրոյականը պարզապես էդի հենց մեկն է, հա։ C-նից մեկականը էդի լինելու է ստեղ n, չէ, ну, n-ը բաժանած 1-ի ֆակտորիալ, հա, n-ը բաժանած 1-ի ֆակտորիալ, անգամ 1/3։ Հետո հաջորդ անդամը լինելու է, որ ստեղ կան երկուս դնենք, n-2 գումարած 1, այսինքն n-1 է ստացվում, n-1-ից միջև եթե n պետք է գնանք, դա պարզապես հենց n-ն ու n-1-ը պետք է գրենք, բաժանած ինչի ֆակտորիալ։ 2-ի ֆակտորիալ անգամ 1-ը բաժանած n քառակուսի։ Մի հատ հաջորդ անդամն էլ կասեք ինչ պետք է գրեմ։ Մի հատ էլ արտադրիչ ավելանում է, թե համարիչում, թե հայտարարում, ու 1 բաժանած n խորանարդ։ Լավ։ Եկեք ես ջնջեմ։ Լավ, տոնի բինոմն են գրում։ Հիմա n-1, սենց կիշնենք, եթե c-նից n-ականը գնենք, ստեղ n-k պլյուս 1 պիտի գրեինք, n-n պլյուս 1, այսինքն պարզապես միջև 1 կիշնենք, բաժանած n ֆակտորիալ անգամ 1-ը բաժանած n-ի n աշճան։ Ընդեղ ոնց էր, c-նից կայականի համար, եկեք վերևում մի փոքր տեղ առանձնացնեմ, էդի գրեմ։ C-նից կայականը քիչ առաջ այս տեսքով էինք, չէ, ներկայացրել։ Հիմա որ k-ի տեղը n դնենք, ստեղ 1 կմնա, այսինքն n-ից միջև 1 ենք իջնում, իրականում գրած է n ֆակտորիալ բաժանած n ֆակտորիալ, բայց ոնց որ դրանից խուսափել եմ կրճատելուց, որովհետև մեր նպատակն է մի քիչ այլ տիպի գնահատական տալը։ Հիմա եկեք տեսնենք վերևից ոնց են գնահատում։ Ну, ոնց որ այս երկու հատը իհարկե պարզապես 1 են։ Հիմա այս n անգամ n-1-ը ինչով կկոմպենսացնեք։ n քառակուսով, ճիշտ է։ n անգամ n-1-ը n քառակուսուց փոքր է։ Կանոնը Անահիտ։ Այսինքն ստանանք ստեղ գումարած n քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ անգամ 1-ը բաժանած n քառակուսի, որ սենց երևացող լինի։ Հաջորդը ինչ ենք անելու։ Այս n անգամ n-1 անգամ n-2-ը կփոխարինենք n խորանարդով։ Գումարած ստեղ n խորանարդը բաժանած 3-ի ֆակտորիալ, անգամ 1-ը բաժանած n խորանարդը։ Գումարած n-ի n աշճանը, հա, նույն ձևով բաժանած n ֆակտորիալ, անգամ 1-ը բաժանած n-ի n աշճան։ Այսինքն ստեղ ինչ է գրված, հիմա եկեք կրճատումից հետո տեսնենք ինչ է։ Փոքր n-ը վատ գնահատական է, որովհետև դու n-ը պլյուս անվերջի է ձգտում։ Քեզ պետք է որ տեսնես, որ ինքը ինչ որ վերջավոր թվից է բոլոր անդամները փոքր, հա։ Այսինքն մենք ինչ ենք ստացել, ստացել ենք 1 պլյուս 1 պլյուս 1-ը բաժանած 2-ի ֆակտորիալ, հա։ Որը 2-ն է։ Հետո 3-ի ֆակտորիալը 1 անգամ 2 անգամ 3-ն է, չէ։ Հետո 4-ի ֆակտորիալը, ասենք 1, 2, 3, 4, ու այդպես 1, 2, 3, մինչև n։ Հիմա եթե էլի ուզում ենք վերևից գնահատենք կնենց մի բանով, որ կլինի գնահատել, այս կարող ենք 1 պլյուս 1 պլյուս, այսի 1/3, այսի գնահատենք 1-ը բաժանած հայտարարը ավելի մեծ սարքենք, թե փոքր։
Ավելի փոքր պիտի դարձնենք, որ կոտորակը ավելի մեծ դառնա, չէ՞։ Այս մեկը բաժանած 2-ի քառակուսի կարող ենք, չէ՞, փոխարինել։ Հաջորդը մեկը բաժանած 2-ի խորանարդ, ստել 2-ի քանի աստիճան է լինելու։ Քանի ընդհանուր արտադրիչ կար։ N։ Հիմա ստեղ օրինակ 4 հատ էր, բայց 2-ի խորանարդով էինք փոխարինել, որտեղ ընդդեմ մի հատը 1 էր։ 2-ի n-1։ Իհարկե 2-ի n-ով էլ փոխարինեք, սխալ բան չի ստացվի, հա։ Այո, այս սկզբի 1-ի պատճառը, որտեղ այդ 1-ը կարող ենք անտեսել, մնացած բոլոր անդամները մեծ կամ հավասար են 2-ից, բոլորը n-1 հատ են, ասեն մեծ կանսար կլինի 2-ը n-1 անգամ իր հետ բազմապատկած։ Բարի, իսկ էսի արդեն այս երկրաչափական պրոգրեսիայի գումարը օրինակ գիտենք, չէ՞, այս գիտեմ 1 գումարած 1/2 պլյուս այդ մնացածը, այդ ի՞նչ է։ Ոնց որ կարող ենք որն եք ավելի հարմար վերջավոր այդ երկրաչափական պրոգրեսիայի գումարի բանաձևը օգտագործենք, թե անվերջ նվազողը։ Անվերջ նվազողը, մի հատ կհիշացնենք բանաձևը։ Բեմ եք։ Շատ լավ։ Հիմա էլ, այսինքն, ստեղ մի հատ էլ, որ գումարած կետիկներ դնեմ, մենակ կավելանա գումարը։ Ու ստեղ ինչ է, առաջին անդամը այս մի մեկը պահեցի, իսկ մյուս տեղում առաջին անդամը մեկն է, բաժանած, այո, մենք հանած 1/2-ի վրա, այսինքն ստացանք, որ այսքանը 2-ա տալի, գումարած մեկն էլ 3։ Այսինքն տեսանք, որ x-ը 3-ից փոքր է։ Ինչ ստացանք, որ այստեղ մեկը բաժանած 1 անգամ 2 անգամ 3 էր, 2 անգամ 3-ը մեծ է 2 անգամ 2-ից։ Այսինքն 2 քառակուսից մեծ է։ 2 անգամ 3 անգամ 4 2-ի խորանարդից մեծ է։ 2 3 տենց n-1 հատ 2-ից մեծ թվերի արտադրյալը 2-ի n-1-ից մեծ է։ Այդ են գրել։ Հակադարձնել փոքր կլինի։ Հետևաբար x-ը, որը 1 + 1/3-ի n աշճանն է, փոքր է 3։ Այս սրա անունը 1 դնենք, որը քիչ հետո կօգտագործենք։ Հիմա մի հատ էլ ուզում ենք տեսնենք, որ x-ը ինչպիսին է։ Աճողը, հա։ Եկեք այս չէ։ Ինչի՞։ Այն հիմքը փոքրանում է, ցուցիչը մեծանում է։ Որ, չէ, կներես։ Այդ տեսքը, այ, դրա համար էլ այս տողը չեմ ջնջել։ Էսա չեն ոնց որ նորմալ տարբեր դետալներ կա, որ պիտի ասենք։ Հիմա ունենք, որ x-ը հավասար է, այս մի հատ տեսքը նորից գրենք, հա։ 1 գումարած n-ը բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ 1/3, հետո n անգամ n-1 բաժանած 2-ի ֆակտորիալ 1-ը բաժանած n քառակուսի n-1 n-2 բաժանած 3-ի ֆակտորիալ 1-ը բաժանած n-ի խորանարդ, հա, ու այդպես միջև n անգամ n-1 միջև 1 բաժանած n ֆակտորիալ անգամ 1 բաժանած n-ի n աշճան, ճիշտ է։ Հիմա եկեք մի քիչ այլ ձևով, այն ժամանակ ոնց որ գնահատեցինք, հիմա հավասարությունով շարունակենք, մի փոքր այնպեսի ձևափոխենք, որ տեսնենք, որ անդամների քանակը ստեղ, ինչպես տեսնում եք, քանի հատ է։ Համարյա թե n + 1 հատ, չէ՞, որովհետև ոնց որ
Ստեղ ինչ է ոնց որ մի հատ մեկն էլ կա, հա, այդ n + երբ որ a + b-ի այդ n աշճանը բացում եք, ունենում եք n + 1 հատ անդամ, կան 0-ից n-ա գնում, չէ՞։ n + 1 հատ անդամ xn + 1-ի մեջ կլինի n + 2 անդամ։ Ոնց որ եթե տեսնենք, որ xn-ի ու xn + 1-ի այդ ինչ որ համապատասխան կոմպոնենտները մեծանում են, վերջում էլ մի հատիկ էլ դրական անդամ ավելանում է, կտենանք, որ xn-ը աճում է, հա, այդ ենք ուզում անենք, որ բոլոր կոմպոնենտները աճում են, մի հատիկ էլ հլը հավելյալ դրական թիվ ենք ավելացնում։ Բարի։ Դե այստեղ 1 + 1 կարանք պարզապես գրենք։ Այստեղ ինչ է։ Այս n անգամ n-1-ը բաժանած n քառակուսուն, կարող ենք այս n քառակուսին գրել որպես n անգամ n, հա, ու ամեն մի արտադրիչը բաժանենք n-ի վրա։ Կամ նույնն է թե ամեն արտադրիչից n-ը ընդհանուր հանենք ու կրճատենք այնտեղ n քառակուսու, n խորհրդի ու մնացածի վրա։ Այսինքն ինչ ենք ստանալու։ Այս մի գումարելին 1 - 1/3 բաժանած 2-ի ֆակտորիալ կամ 1 բաժանած 2-ի ֆակտորիալ անգամ 1 - 1/3 է լինելու։ Հաջորդ գումարելին կասեք ինչ է լինելու։ Ընտիր։ Որտեվ ստեից, որ n-ը ընդհանուր հանեք 1 - 1/3-ը կմնա, այս մյուս փակագծից, որ n-ը ընդհանուր հանեք 1 - 2/3 կմնա, ու n խորանարդը, որ կստանաք, այս մի n խորանարդի հետ կկրճատվի։ Մի հատ էլ հաջորդն էլ գրենք ինչ է լինելու։ Okay։ Եթե չէ, ուրեմն 1 բաժանած n ֆակտորիալը գրենք։ Ինչ է լինելու 1 - 1/3, չէ։ 1 - 2/3 մինչև 1 - n-1/3։ Այս վերջին մեկը նույնն է թե n-ից հանած է n-1։ Հետո էլ արդեն n-1/3 է լինելու։ 1 հանած n-1/3։ Լավ։ Всё։ Քանի որ 1/3-ը ինչպեսին է, աճող է թե նվազող է։ Այսի նվազում է, ուստի 1 - 1/3-ը աճող է, հա։ Այս նվազելու նշանն է։ Այս, հա, բայց եթե տենց հարցեր առաջանում, միշտ տվեք։ Որովհետև կարող է ես չլսեմ, որ այդ հարցը առաջանում է ու եւս 10 հոգու մոտ այդ հարցը մնա։ Ոստի 1 - 1/3-ը աճում է։ Հիմա իհարկե այս բոլոր հաջորդականությունները մեր մոտ որ կան 1 - 1/3, 2/3, 1 - 10/3, բոլորը դրական են, բացասական են։ Դրական են, չէ՞, այս բոլոր թվերը մեր մոտ դրական են։ Այդ դրականները, եթե ասեն լավ, 1 - 1/3-ը աճում է, 1 - 2/3-ն էլ է աճում, 1 - n-1/3-ը եւս մերկան, այստեղ կներեք, n-1/n-րդ չգրենք, այլ ինչ-որ կա n-րդ գրենք, կան ֆիքսած թիվ է, հա։ Աճում է, որտեղ կան ֆիքսված թիվ է։ Եվ կան փոքր հավասար n-1, ու տվյալ դեպքում n-ը մեծ հավասար k + 1-ից։ Արի։ Ասեն հիմա սրանք բոլորը աճող են ու դրական են։ Այդ պատճառով իրանց արտադրյալը էլի աճող է լինելու, հա։ Դրական կլինի, բայց ոնց որ ամենակարևորն է նա, որ կլինի աճող։ Հետևաբար
հաջող են հետևյալ հաջորդականությունները, հա։ Ինչպես։ Ահա։ Չէ, այս ոնց որ լավ, ինչ ենք ունենում, այսինքն այս 1 մինուս 1/9-ը հաճում է։ Կամ լավ սենց գրենք։ Կունենանք, որ եկեք սենց գրենք, հա։ Հետևաբար կունենանք, որ հիմա 1 մինուս 1/9-ն է մեծ, թե 1 մինուս 1-ը բաժանած n պլյուս 1-ը։ Ավելի այս 1 մինուս 1/9-ը հաջող հաջորդականություն էր, այս ավելի փոքր է լինելու, քան թե սա, չէ։ Որ n-ը մեծացնում եք, 1 մինուս 1/9-ը քիչ առաջ ասում էինք, որ հաջող էր, չէ՞, կամ լավ, եթե ուզում եք, այս 1-երը կրճատեք, մի հատ մինուսով բազմ պատկելուց նշանը կփոխվի, 1/9-ը 1-ը բաժանած n պլյուս 1-ից մեծ է։ Հետո 1 մինուս 1/9 անգամ 1 մինուս 2/9-ը 1 մինուս այդ համապատասխան նույն բանը n պլյուս 1-երովից մեծ կլինի, թե փոքր կլինի։ Ոնց որ այս սրանից էր փոքր, այս մյուսից էր փոքր, արտադրալից փոքր կլինի։ Ու այդպես կարող ենք պնդել կամայական կայի համար։ Այսինքն ունենանք, որ մեկ մինուս 1/9 1 մինուս k/9-ը փոքր է, 1 մինուս 1-ը բաժանած n պլյուս 1, 1 մինուս 2-ը բաժանած n պլյուս 1, 1 մինուս կան բաժանած n պլյուս 1, հա։ Ստեղ իհարկե կան մեր մոտ ինչպիսին նա, կան չպետք է գերազանցի այդ n մինուս 1-ը։ Բոլոր այերի համար փոքր կամ հավասար n մինուս 1-ից։ Ըստ նույն, որտեղ ամեն մի արտադրիչը մեծանում է, այդ պատճառով էլ արտադրյալն էլ ավելի մեծ լինում։ Բարի։ Այսինքն հիմա ինչ ենք տեսնում, որ հիմա x-n-ի այս ներկայացման մեջ, որ n-ի տեղը n պլյուս 1 ենք դնում, ամեն մի գումարելի ավելի մեծանում է։ Ու այնտեղ մի հատ էլ վերջում, մի հատ էլ գումարելի ավելանում է, հա։ Հետևաբար x-n-ը այս x-n պլյուս 1 քանի որ x-n-ի բոլոր գումարները, հա, հաճում են և նրանց ավելանում է ևս մի դրական գումարելի, հա։
Այսինքն ինչ ստացանք։ Ստեղից ինչ որ հարց կար ժողովուրդ։ Հա, x-ի այս գումարները ամեն մեկը աճող էին, չէ՞։ Ասենք k-երորդ գումարին աճող է ու դուք որ n-ը փոխարինում եք n + 1-ով, հեսա, ավելի մեծանում է, իհարկե որ մեկը բաժանած k ֆակտորիալով բազմապատկեք էլի կմեծանա, դրա համար ամբողջ գումարն էլ կմեծանա։ x-n + 1-ն էլ ստանալու համար այնտեղ մնում է հավելյալ մի հատիկ էլ գումարելի ավելացնել ու կստանաք հենց x-n + 1-ը։ Okay։ Շատ հնարավոր է։ Բայց ոնց որ տենց շատ ակնհայտ բան չի լինի, էլի։ Այդ կարելի է մի հատ հետո նայել։ Ինչպես։ Հարաբերությամբ ինչի նկատի ունես։ Էտա տենց բաներ նայեք, ոնց որ տենց գուցե Բեռնուլի անհավասարությամբ ինչ-որ տեղ հասնեք, բայց ոնց որ հաստատ շատ պարզ չէր լինի այդ ամեն ինչը անելը։ Համաձայնեք, որ դեռ կամ հասնում է n-1-ին, չէ՞։ Նայեք, ոնց որ մենք բոլոր ֆիքսած k-երի համար ենք անում։ n-1-ից որը չգերում, այսինքն n-1-ը իր մեջ ներառված է, չէ՞։ Հա։ Դա դեռ 1-n-1-ը էդի հավասար է 1-ը, չէ՞։ Մեր մոտ դա ներքև անդամների քանակը n + 1-ի դեպքում շատանում է, այսինքն կան արդեն թե փոքրը հավասար է n-1, այլ փոքր կամ հավասար է n-ից, որտեղ +1-ը Okay։ քանակն է շատացած։ Ասում որ n աճողը մենք բազմապատկում ենք 1-ի ու պետք է ցույց տանք, որ n-ից աճողը անգամ 1 բաժանած n + 1-ի։ Դա ասես որ մեր մոտ դրեց։ Չէ, տենց ոնց որ Դրեց աճող անգամ նվազով, ցույց տվինք, որ բառը փոքրը աճող անգամ նվազով է դել ակնհայտ։ Okay։ Մենք հետևյալն էինք ասում, ոնց որ 1 - 1/9-ը աճող է։ Այս սրա հետ համաձայն ենք։ Սենց 1 - 1/9-ը 1 - 2/9-ով բազմապատկած սրա հետ էլ ենք համաձայն։ Հիմա Եթե գրում եմ 1 - 1/9 մինչև 1 - k(n)-րդ, նույն 1 - 1n + 1-րդ, 1 - kn + 1-րդ, սրա հետ համաձայն ենք ֆիքսած k-ի համար։ Անցար հիմա ինչ ենք ասում ենք 1 - 1/9-ը, ծոր այս հարցն է։ Արդյոք սա սրանից փոքր է թե չէ։ Չէ, այստեղ գրած n - 1/9, սա գրած է n - 1 n + 1-րդ։ Այստեղ եկեք հասկանանք, որ խնդիր կա թե չկա։ Համաձայնեք, չէ՞ որ զատկողում անդամների քանակը 1-ով պակաս է քան աճկով, որտեղ n Չէ, այստեղ ոնց որ անդամների քանակը լրիվ նույնն են գրում։ Հա, դեռ Լրիվ նույնն են գրում։ աճի x-n + 1-ը չի։ Այստեղ պրոստը չէ, այս 1 - n - 1/9-ը, հա, ստել 1 - n - 1 n + 1-րդ է։ Այս սրա հետ համաձայն ենք թե չէ։ Բայց համաձայն որ աճմասը x-n + 1-ն է։ Okay։ Այս սրա հետ եթե համաձայն ենք, հիմա այստեղ բազմապատկում ենք 1-ը բաժանած, այնտեղ ոնց էր մեր մոտ։ Սրա արտադրիչը 3-ի ֆակտորիալներ, չէ՞։ Այստեղ 1-ը բաժանած k + 1-ի ֆակտորիալն է։ Նա, ու այստեղ 1-ը բաժանած n-ի ֆակտորիալն է։
Չէ, այստեղ ոնց որ n-1-ը n ֆակտորիալ։ Հիմա այս բոլորը, որ իրար գումարենք ձախ կողմում, կստացվի x-ը։ Աջ կողմում ինչա ստացվում։ Նու մի հատ էլ 1-ը որ գումարենք։ Հա, այստեղ մի հատ 1-ը բաժանած 2-ի ֆակտորիալ։ Մի հատ էլ որ 1 գումարենք, ստացվի x-ը։ Աջ կողմում ինչա լինելու 1 գումարած 1-ը բաժանած 2-ի ֆակտորիալ 1 մինուս 1-ը բաժանած n + 1, 1-ը բաժանած 3-ի ֆակտորիալ 1 մինուս 1-ը բաժանած n + 1, 1 մինուս 2-ը բաժանած n + 1-ի, հա? Ու այդպես մինչև 1-ը բաժանած n-ի ֆակտորիալ 1 մինուս 1-ը բաժանած n + 1-ից մինչև 1-ից հանած n - 1 բաժանած n + 1։ Բայց մի հատիկ էլ հələ գումարելի կա։ Է որ մի հատիկ էլ գումարելի ավելացնենք, ինքն էլ դրական է։ Լավ։ Բարի, այնտեղ մնում էր ընդհանրապես ասել, որ եթե հաջորդականությունը աճողա ու վերևից սահմանափակ է, ուրեմն ինչպիսին է։ Զուգամետ է։ Այդ էլ հենց դրա անունն էլ կդնենք G։ Այդ սահմանի անունն էլ կդնենք G։ Հա, բարի։